Օրինակս ձեզ, կարող է արդյոք գեղեցկությունը ձեզ խելքահան անել։ Ինչ է Ստենդալի սինդրոմը։ Սորենտինոյի մեծագույն գեղեցկությունը ֆիլմում հենց առաջին տեսարանում հռոմի փառահեղ տեսարաններով հիացած տուրիստը ուշագնաց է լինում գերդոզավորումից։ Հենց այս ֆենոմենը անվանում են Ստենդալի սինդրոմ։ Գեղեցկության, շքեղության հանկարծակի հարված, որը մարդուն կարող է ունից հանել։ Ստենդալը հենց այսպես է նկարագրել իր զգացմունքները Ֆլորենցիան տեսնելիս։ Անկեղծ ասած, ես էլ Ֆլորենցիայում անկախ ինձանից ունեցել եմ այդ սինդրոմը, ուշագնաց չեմ եղել, բայց ուղղակի ես հասկացա, որ մի պահ չեմ շնչում, շունչս պահել եմ եւ Apple Watch-ս ինձ ասում է շնչիր։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ, օրինակ, Ֆլորենցիայում Միքելանջելոյի Դավթի արձանը տեսնելիս սկսում են լացել, ընկնում են խառը զգացմունքների մեջ։ Եղել են դեպքեր նաև, որ մարդիկ ընկել են հիստերիայի մեջ։ Ըստ ականատեսների ասում են, որ երբեմն նաև մարդիկ սրտի կաթված են ունեցել հենց արձանի մոտ։ Հա, եղել է այդպես բան։ Վկայություններ կան։ Ֆլորենցիայի թանգարանների անվտանգության աշխատակիցները անցնում են հատուկ վերապատրաստում, թե ինչպես խելքի բերել գեղեցկությամբ հիացած եւ ինքնազգացողությունը վատթարացած տուրիստներին։ Այսինքն նախադեպերն այնքան շատ են, որ մարդկանց արդեն սկսել են սովորեցնել, ինչպես իրենց պահեն եւ ինչպես ցուցաբերեն առաջին օգնությունը։ Ֆլորենցիայում ես ունեցել եմ նման զգացողություն, օրինակ, ոչ թե Դավթի արձանից, այլ Պոնտե Վեկիո կամուրջի մոտ։ Երբ ես ուղակի մի պահ հասկացա, որ կողքի տուրիստների խոսակցությունները, որևէ արձագանք ուղակի չեմ լսում։ Կանգնել էի, պարալիզացվել էի ու նայում էի այդ կամրջի տեսարանին։ Նույնատիպ զգացողություն ունեցել եմ նաև Վենետիկում։ Ձեզ հետ եղել է նման բան։ Գրեք քննարկենք, հետաքրքիր է։ Եվ անպայման գրեք վայրը, որտեղ է եղել։